Բարև ձեզ, սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, ձեր ռադիոընթունիչները FM 106 եւ 5 հաճախականության վրա են, եթե լսում եք մեզ կամ դուք մեզ դիտում եք լրատվական ռադիոյի գործարար ալիքի թվային հարթակներում, YouTube-ում, Instagram-ում, Telegram-ում կամ ինչ-որ այլ հարթակի վրա։ Դավիթ Խումարյանն է երկրորդ խոսափողի մոտ, առաջին խոսափողի մոտ Սարգիս Կարապետյանն է, ուշադիր ռադիոլսողները Սարգիսին լավ գիտեն։ Սարգիս Կարապետյանը Թեքայր հաղորդաշարի հեղինակն էր, որը դուք կարող եք նաև համացանցում լրատվական ռադիոյի եւ գործարար ալիքի արխիվում գտնել։ Ողջույն Սարգիս։ Ողջույն Դավիթ։ Բարով ես վերադարձել տաղավար։ Շնորհակալություն։ Վարձքդ կատար, սիրելի Սարգիս, չոր էտապը անց է, դու դադարեցրել ես գործունեությունդ առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունում, միսյատ համարել ես ավարտված, ճիշտ եմ հասկանում։ Այո, մեծապես այո։ Ամփոփենք արված աշխատանքը, հետո հետագա գործերի մասին խոսենք, եթե դեմ չես։ Ինչն է այն ամենակարևորը, ինչից որ դու տենց գոհ ես ու համարում ես, որ դու գոլ ես խփել, ֆուտբոլի լեզվով ասած։ Մինչև ամփոփելը նախ ասեմ, որ ես միացել էի 3 տարվա հանձնառությամբ ու մնացի 3 տարի 6 ամիս, այդ թվում 4 ամիս որպես փոխտնօրեն, 9 ամիս որպես ժամանակավոր պաշտոնակատար տնօրենի եւ մնացածը արդեն որպես տնօրեն։ Ու երբ որ միանում էի, խորհրդի անդամներից տենց հարց կար, որ ես գալիս էի որպես տեխնոլոգիական ձեռներեց ու հարց կար, որ դե մի անգամ երբ որ ձեռներեց ես լինում, ամբողջ կյանքում ձեռներեց ես լինում ու հարցը այսպեսին էր, որ եթե 6 ամիս հետո դու կարող նորից նոր մի բան մոգոնես ու մեզ թողես, ինչ ենք անելու, ես խոստացել էի, որ 3 տարի նոր բան չեմ սկսելու ու ամբողջությամբ նվիրվելու եմ։ Հիմա որ հետ եմ նայում, կարող եմ ասեմ, որ խոստումս կատարել եմ ու 3 տարի 6 ամիս ինչ նոր մտքեր եկել են գրել եմ ու չեմ զարգացրել, ամբողջությամբ նվիրվել եմ գիշեր-ցերեկ, շաբաթ-կիրակիներով նվիրվել եմ տեխնոլոգիական համայնքի զարգացմանը ու Հայաստանը տեխնոլոգիական կենտրոն դարձնելու գործին, որը սկսել է դեռ 2000 թվականից, շատ ավելի փորձավոր եւ ազդեցիկ մարդկանց կողմից ու բերվե հասցրել այնտեղ, որտեղ որ ես ընդունեցի, ես ընդունել եմ կառույցը ճգնաժամի մեջ, բոլորը գիտեն Կարենի մահից հետո ցավոք սրտի կառույցը դժվարություններով էր անցնում եւ կարող եմ ասել, որ այդ ամենակարևոր բանը, որ ճգնաժամից դուրս են բերել կազմակերպությունը։ Կարենից հետո անդադար տնօրեններ էին փոխվում, կարճ ժամանակ, ղեկավարում էին, դու երևի Կարենից հետո ամենաերկար ղեկավարած մարդն ես կառույցը։ Այո։ Կարենից հետո եղել է 2 տարի Ռաֆիկ Հասարջյան, 1 տարուց մի քիչ ավել Հայկ Չոբանյան եւ ես 3.5 տարի։ Այդ ժամանակահատվածը իրականում տեխնոլոգիական ոլորտի համար հետաքրքիր ժամանակահատված էր, թե ձեր համայնքի համար, թե երկրում շատ բան փոխվեց այդ ժամանակահատվածում։ Իմ վարած ժամանակահատվածում։ Այո։ Իրականում երկրում ծանր վիճակ էր, մենք կորցրեցինք երկրի մի կտոր, որտեղից ես եմ գալիս, Արցախում կորցրեցինք արմատներ եւ այլն, բայց դիմադրել ենք այդ ամեն ինչին ու նաև էկոնոմիկ լուրջ փոփոխություններ էր տեղի ունենում ընդհանրապես գլոբալ տեխնոլոգիական շուկայում ու եթե մինչև 2019 թիվ ընկերությունները աճի վրա էին զարգացման ու ընդհանուր գործի համար պատրաստ էին ավելի մեծ ներդրումներ անել, ապա չի ասի վերջին 3 տարում դա այդպես էր, ընկերությունները դժվարությունների մեջ էին, այնուամենայնիվ, չնայած դրան, մենք կարողացանք 3 անգամ մեծացնել անդամների քանակը եւ նաեւ անդամակցությունների գումարները ավելացրեցինք 4-ից ավել անգամ, 4.7, եթե չեմ սխալվում, դա բերեց ռեսուրսների ավելացման, նաև Digitech-ը 2 անգամ մեծացավ ու էլի կարողացանք այդ ռեսուրսները ներդնել կրթական ծրագրերի եւ մնացած այլ հանրային քաղաքականությունների մշակման բաժին ձևավորվեց, որը չի եղել երբևէ
ձևավորվեց միջազգային մակարդակի էքսպերտների ներգրավվածությամբ եւ եթե նախկինում մենք ներկայացված էինք պետական մասնավոր համագործակցության 2-3 հանձնաժողովներում, այս 3 տարվա ընթացքում 10-ից անցել է այդ հանձնաժողովների քանակը, որտեղ ՀՏԶՄ-ին աթոռ ունի, ասելիք ունի եւ բոլոր թե ռազմավարական թե մի փոքր ոչ մի փոփոխություն առանց ԱՏԶՄ-ի իմացության եւ մասնակցության տեղի չի ունեցել։ Այդ մասը ամփոփելով չի ասի, որ մենք լավագույն արդյունքներին ենք հասել, բայց հանրային քաղաքականությունների մշակումը դա երկար գործ է։ Այն ինչ որ մենք հասել ենք երկրորդ տարուց է սկսվել դա իմ ղեկավարման, այն ինչ մենք հասել ենք 2 տարում, դե գլուխ գովալ չեմ սիրում, թող ինչ որ մեկը փորձի դրանից ավելի լավ անի։ Սենց կասեի։ Շուտ հաջորդ ու նաև կներես նաև քաղաքական երկրի քաղաքական իրավիճակն էլ կապ ունի, այսինքն դա միակողմանի չի, դու եթե շատ լավ ես աշխատում, ապահովագրված չի, որ քո ազդեցությունը կլինի անպայման, ամեն ինչ կլինի քո ուզածով։ Կա կառավարող ուժ, կան ընդդիմություն, որոնք անդադ տարբեր կողմեր են տանում, այդ քաղաքականությունները, դե իհարկե մեզ հետաքրքիր է տեխնոլոգիական զարգացման քաղաքականությունները եւ մեծապես տնտեսական, երկրի տնտեսական զարգացման քաղաքականությունները, մենք տեղ ենք ակտիվ եղել եւ կրթական ծրագրերով իհարկե կրթական քաղաքականությունները, որն էլ շարժիչ ուժն է էկոնոմիկ զարգացման, էլի։ Այդ հետաքրությունները տեղով սահմանափակվել են։ Կասեմ, որ բավականին մեծ գործ են արել, բայց ես կուզեի ավելի լավ արդյունքներ ունենանք։ Արդար լինելով ասեմ քեզ, որ որպես անկախ մարդ դու շատ ավելի հետաքրքիր հյուր ես ինձ, քան որպես մասնագիտական միավորման ղեկավար, որովհետև կաշկանդված չես չոր հարցերի մասին խոսելու։ Վերջո երկու մոտեցում կա հասարակության մեջ։ Պետությունը սատարում է տեխնոլոգիական ոլորտին, թե պետությունը չի սատարում տեխնոլոգիական ոլորտին։ Այսինքն մի կողմից մենք խոսում ենք ռազմարդյունաբերության կտրուկ աճի մասին եւ այլնի մասին, մյուս կողմից մենք խոսում ենք տնտեսական անկման մասին, ու որ իրականում ենք անել նենց չի, ոնց մեզ ցույց են տալի։ Հիմա ի վերջո 3 տարին բավականին մեծ ժամանակահատված է, որպեսզի կարենաս ամփոփես գոհ ես պետություն համայնք հարաբերություններից, թե չէ ընդհանուր առմամբ։ Այսինքն պետություն եւ high-tech ոլորտ։ Իրականում ես երբևէ կաշկանդված չեմ եղել, իմ կարծիքները չեն փոխվել։ Կասեմ, որ համագործակցության, ոնց որ միշտ ասել եմ, համագործակցության երկխոսության որակը շատ բարձրացել է, բայց արդյունքները դեռ շատ տեղ ունի աշխատելու, մասնավորապես ասեմ, գործող կառավարությունը շատ ակտիվ շեշտադրում է կատարում միջազգային ընկերությունների ներկայությանը Հայաստանում, ինչը շատ կարևոր եւ լավ գործ է։ Ես կուզեի, որ դրան զուգահեռ, այսինքն դա չթողելով, չթուլացնելով, այդտեղ բավականին որակով եմ գնահատում գործը ու ակտիվությունը ու նաև հաջողություններն էլ վատ չի գնում։ Դա պետքա շարունակել, բայց զուգահեռ պետքա շատ ագրեսիվ, ավելի ագրեսիվ եւ ներքին շուկա ստեղծելու եւ աջակցության ծրագրեր, ներդրումներ, մեծ ներդրումներ աուտսորսային ընկերություններին պրոդուկտ ընկերություններ դարձնելու ճանապարհին։ Որտեւ եթե դա չարվի, այդ աուտսորսը գնալով Հայաստանում մարելու է, մարում է ու միայն Հայաստանում չի, աշխարհում է մարում, ու դա բերելու է նրան, որ այդ տաղանդը ամբողջությամբ տեղափոխվելու է միջազգային ընկերություններ եւ մենք դառնալու ենք ուրիշ տեսակի աուտսորս, հա, մեր
այն արժեքը, որ ստեղծում է մի ճարտարագետը, մասնագետը, այդ արժեքի մի հատ մեծ կտորը գնալու է այլ երկրներ, որտեղից որ գալիս են այդ միջազգային ընկերությունները, եւ մեր տնտեսության վրա ազդեցությունը շատ փոքր է լինելու։ Սա երբ որ ասում ենք էկոհամակարգ, պետք է շատ լավ հասկանալ ինչ է էկոհամակարգը։ Էկոհամակարգում բոլորը իրենց դերը ունեն։ Չի կարելի մեկին շատ առավելություններ տալ, մեկին շատ աճացնել մյուսների հաշվին։ Եթե որոշում լիներ, որ միայն տեղական պրոդուկտների վրա ենք անում ու ոչ մի միջազգային, ես դրան էլ դեմ կլինեի։ Պետք է կոնկուրենցիան էլի բաները։ Անտառում բոլոր բույսերը եւ կենդանիները իրար օգնում են, իրար համար սնունդ են հանդիսանում, միջավայր են հանդիսանում եւ այլն եւ այլն։ Նույնն է սա, հենց որ մենք ասում ենք էկոհամակարգ, արդեն ի նկատի ունենք դա, որ եւ outsource-ային ընկերությունները պետք է գոյատևեն, այնտեղ միավորումներ կլինի, փոքրերը կամ միգուցե փակվեն կամ իրար հետ միավորվեն, որոշ փոքրերը ավելի մեծանան եւ որոշները անցնեն պրոդուկտների եւ նորմալ է, որ որոշների աշխատակիցները գործի անցնել միջազգային ընկերություններ, որտեղ նույն երբ որ ագրեսիվ զարգանում են ստարտափները կամ outsource-ային ընկերությունները, իրանք սնվում են այդ միջազգային ընկերությունների ստեղծած տաղանդից։ Այնպես որ ոնց որ տարբեր ժամանակներում տարբեր համաշխարհային շուկայի տրանսֆորմացիաներից ելնելով, մեկ outsource-ն է շատ գայթակղիչ լինելու, մեկ պրոդուկտները, մեկ բան, բայց պետքա պետության դերը այնա, որ միշտ պահի այն վիճակը, որ երբ որ գալիս է հնարավորություն, այդ հնարավորությունից ձեռներեցները կարողանան օգտվել։ Սարգիս, տեսակետ կա, որ արտոնությունները, որոնք IT ոլորտին տրվում են, գործատուներին մասնավորապես ՏՏ ոլորտի, իրանք մի փոքր պոպուլիստական են։ Այսինքն իրանցից բխող մուլտիպլիկատիվ էֆեկտը այնքան էլ մեծ չի, ոնց որ կարար լիներ, այսինքն իրանք թիրախային չեն։ Այն որ բոլորին ով IT-ում է, մենք տալիս ենք, չգիտեմ, եկամտահարկի, չոր արտոնություն։ Չէ, այդ եղել է նախկինում, վերջի 1-2 տարվա ընթացքում դա փոխվել է։ Մի քանի թիրախային հակառակը ընդհանուրից վերածվել է թիրախայինի, R&D-ով զբաղվողներին առանձին հարկային արտոնություններ է տրվում, նոր աշխատակիցներ ներգրավողներին եւ ռելոկանտներ ներգրավողներին, բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավողներին եւ այդքանը։ Եկավ ինչ-որ մի բան բացեմ թողում, բայց թիրախային, այսինքն ընդհանուրից վերածվել է թիրախային։ Այստեղ բաց է մնում ստարտափների ներդրումային եւ աջակցության ծրագրերը, որը մենք բավականին աշխատանք տարել ենք, հուսով եմ նոր ղեկավարությունը այդ կշարունակի ԱՏԶՄ եւ կհասնենք արդյունքի տեղել։ Մարդ երբ որ դառնում է գործարար ձեռներեց, այլևս մինչև կյանքի վերջ ձեռներեց է լինում։ Կրկնելով ձեր միտքը։ Հիմա գանք սրան, ինչա լինելու հաջորդի, ոնց հասկանում եմ, չեք պատրաստվում այլևս համայնքային զարգացմամբ զբաղվեք։ Վերադառնալու եք գործարարություն։ Համայնքային զարգացմամբ զբաղվում է ամեն ԱՏԶՄ անդամ եւ ոչ միայն, հա, այն բոլոր կառույցները, որոնք ինչ որ մի քարի վրա դրում են, ԱՏԶՄ անդամների մի մասը իրենց անդամավճարով կամ արմատի համար ինչ որ մի բան անելով, ամեն մեկը իր չափով է մասնակցում։ Իմ որոշումը եկել այնտեղից, որ 3.5 տարի ակտիվ այդ ամեն ինչի մեջ ընկղմված լինելով ու իմ կողմից նույնպես մեծ ներդրումներ անելով, ժամանակային, ստեղծագործական եւ այլն, ինչու՞ չէ նաեւ ֆինանսական, հիմա եկել է մի հատ этаպի, որ այլևս չեմ կարողանում ինձ թույլ տամ այդ մեծ չափի ներդրում անել համայնքաշինության մեջ։ Իհարկե ես կմնամ համայնքաշինության մեջ, որպես ձեռներեց, միգուցե նաեւ ԱՏԶՄ անդամ դառնամ, ինչ որ ավելի այլ ոչ գործառնական մասնակցությամբ, պասիվ զբաղվածությամբ։ Միշտ էլ կմնամ, կզբաղվեմ համայնքաշինությամբ, բայց ավելի թեթև։ Իսկ ավելի հստակ ինչ ուղղությամբ ես շարունակելու։
ձեռներեցես։ Գիտես չես ասում, թե չգիտես այդ կարևոր հարց է, այսինքն գիտես ինչով ես զբաղվելու չես ուզում ասես, դեռ կոմերցիոն գաղտնիք է բան, չէ՞, ինչ նոր ստարտափ բան, տենց բան կա, չէ, co-founder of stealth startup։ Չէ, դեռ չեմ որոշել, իհարկե ուղղությունը հայտնի է, կան չեմ որոշել, որովհետև ընտրում եմ մի քանի տարբեր ուղղություններից։ Հիմա մի քիչ կհանգստանամ, թարմ ուղեղով կընտրեմ։ Քո նախորդ նախագծերից մի քանիսի մասին խոսել ենք։ Կարող է վերադառնաս այդտեղ, փորձես այդ ուղղությամբ ինչ-որ մի բան անել։ Չէ, իրականում ամեն ոնց որ թայմինգը շատ կարևոր է շուկայում, այն ինչ որ մենք անում ենք այն ժամանակի համար նույնիսկ մի քիչ ինչ որ առումով ուշացել էինք, բայց որոշ առումներով էլ շատ էինք առաջ ընկել։ Չեմ կարծում հիմա լավ ժամանակ է այդ դրան հետ դառնալու։ Հիմա արհեստական բանականությունը մի հատ մեծ տրանսֆորմացիա է բերում, նոր հնարավորություններ է բերում։ Այ միջայլոց 8 տարի կոդ չգրելուց հետո կլոդ կոդով սկսել եմ կոդ գրել։ IT համայնքի ժողովուրդը հասկացավ ինչի մասին է խոսքը ես եւ մնացած հումանիտարները բացարձակ չհասկացանք, բայց երևի դա լավ բան է, մենք քեզ շնորհավորում ենք։ Հա, իրականում այն ինչ որ առաջ մի 3 ամիս էր տևում, հիմա մի շաբաթ-կիրակի ընթացքում հնարավոր է կյանքի կոչել ու իր առաջի տարբերակը տալ հաճախորդներին, այնպես որ միգուցե գնամ այն ճանապարհով, որ շատ տարբեր պրոդուկտներ շուկա բերեմ ու նոր ընտրեմ, ինչի վրա եմ ուզում կենտրոնանալ։ Սարգիսը չի ուզում խոսի հետագա անելիքներից, այնպես որ ստիպված պիտի վերադառնանք համայնքի հարցերին։ Հիմնական խնդիրը ըստ քեզ հայկական բարձր տեխնոլոգիական համայնքի որն է այսօր։ Համայնքի ասելով նկատի չունեմ միայն այն միությունը, որը դու ղեկավարել ես, նկատի ունեմ ավելի լայն առումով համայնքը։ Իրականում իմիջիալոց ամենավերջի այցը մի երկու շաբաթ առաջ գնացել էինք Շվեդիա, այնտեղ էկոհամակարգ ուսումնասիրելու ու թարմայել այնտեղի հիշողությունները ու համեմատականները, հետո ասենց նայում եմ իրական խնդիրները շատ օբյեկտիվ խնդիրներ են մեզ մոտ շատ օբյեկտիվ են, ուղղակի մեր էկոհամակարգի խնդիրը այն է, որ շատ երիտասարդ է։ Մենք չունենք ասենք 10 հոգի, որ գոնե $100 միլիոն իր ընկերությունը վաճառել է ու հիմա ներդրումներ է անում համայնքաշինության մեջ, նոր ստեղծվող ստարտափների մեջ։ Դա անողներ կան, ունենք արդեն ոնց որ ինչ որ փորձավոր մարդիկ, բայց դեռ չունենք այդ միլիարդներով եւ ի համեմատություն կայացած էկոհամակարգերի, որոնց առիթ ունեցել եմ առնչվելու հատկապես Շվեդիայում, հիմնականում նման կառույցների հետևում կանգնած են մուլտիմիլիարդանոց էքզիտներով իրենց ընկերությունները վաճառած հիմնադիրներ, ովքեր եւ անցել են այդ ճանապարհը լավ հասկանում են եւ ունեն ֆինանսներ։ Օրինակ մեր դեպքում մյուս խնդիրն է, որ թե մեր միությունում, թե պետական, կիսապետական կառույցներում շատ քիչ են կամ գրեթե չկան մարդիկ, ովքեր հիմնադրի ճանապարհ անցած են ու հետո են աշխատում։ Ի տարբերություն այնտեղ ես տեսնում եմ, որ ինքը բացում է ինչ-որ ստարտափ, հասնում է հաջողության, էքսիթ անում, մեծ գումարներով գալի մտնում է էկոհամակարգ, ինքը պատկերացնում է այդ ճանապարհը, որով որ պիտի անցնեն էկոհամակարգի սկսնակ պարտադիր մեծ գումարներով գա, մեծ փորձով գա։ Հա, հիմա օրինակ ես իմ ստարտափը ձախուղել էի, բայց եկել եմ ԱՏԶՄ, այն ինչ որ սովորել էի, այդ է պատճառը, որ ԱՏԶՄ-ն տենց թռիչքային զարգացում ունեցավ, այսինքն այդ գիտելիքը շատ լավ պատկերացում է թե հիմնադրի դժվարությունների մասին, հիմնադրի կյանքի մասին խորը պատկերացումը եւ հասկացողությունն է բերում, որ քո քայլերը միտված են դրանց լուծման։ Այսօր ես տեսնում եմ այդ բացը եւ պետական համակարգում եւ բանում, հա, եւ էկոհամակարգի տարբեր խաղացողների մոտ, որ հիմնականում ղեկավարում են մարդիկ, ովքեր որ այդ փորձը չունեն։ Մենք մի 5-10 դեպք հաջողակ ունենք, չէ, հայկական IT պրոդուկտների։ Հաջողակ ունենք, բայց այնց մեծ չէ, ոնց համոզենք, որ իրանք գան զբաղվեն այդ հարցերով, էլի։
դեռ չունեն, եթե ասում, դեռ չեն արել իրանք, չեն ավարտին չեն հասցրել իրանք գործը։ Օրինակ, եթե ես 100 միլիոնով exit արած լինեի, միգուցե շարունակեի ԱՏՑՄ տնօրեն երկար տարիներ, ու նաև չեմ բացառում, որ կարող մի օր հետ գամ այդ exit-ը անելուց հետո։ Ես այնտեղ կիսած տեղ եմ թողել, ու ես տեսա, որ այդ գիտելիքը լավ է, տարբեր դերերում էկոհամակարգ շինության ոնց որ փորձը լավ է եւ տասնապատիկ ավելի լավ է, երբ որ եւ դու ունես փորձ եւ ռեսուրսներ։ Նույնիսկ խորհրդի կազմում ընդգրկված մարդիկ կամ փորձավոր բաներ են, ղեկավարներ են միջազգային ընկերությունների կամ հիմնադիրներ են, որոնք դեռ չեն հասել այդ մակարդակին, դեռ այդ մեծ ռեսուրսին չեն տիրապետում։ Որոշները թղթի վրա արդեն տիրապետում են, իրանց ընկերությունները մեծ արժեք ունեն, բայց դեռ դա չի կոնվերտացվել քեշի եւ պատրաստ չի լցվել էկոհամակարգ։ Կարծում եմ մոտակա 10 տարվա ընթացքում մեր էկոհամակարգը լուրջ տրանսֆորմացիա է ապրելու հենց դրա շնորհիվ։ Մենք ինչքան ենք մոտ, Շվեդիայի օրինակը բերեցիր, եթե չեմ սխալվում։ Մենք գոնե ուղղությունները ճիշտ են ու նույնն են աշխարհի հետ մեր համակարգի զարգացման։ Չկա ճիշտ ու սխալ ուղղություններ։ Ես կասեի, որ օրինակ հիմա բտա ռազմավարությունն է գրվում ու այդտեղ եթե տեսնենք ինչա կատարվում, պատվերը էսպիսինն է, տեսնելով Հայաստանի եղած ռեսուրսները, հնարավորությունները, դա համեմատելով շուկայի հետ, միջազգային շուկայի հետ, ինչ որ տեղերի վրա կենտրոնանանք։ Դա լավ մոտեցում է, եթե դու կանխատեսում ես անում, թե ինչ է հնարավոր անել, իմիջիայլոց բավականին որակով գործ արվել, բայց այդտեղ պակաս կետ կա, դա այնա, որ նոր տրենդերը, երբ որ վերջերս Հրանտը ասում էր, երբ որ Հրանտը զբաղվում էր արհեստական բանականությամբ, դա գիտության մի հատ ինչ-որ հետաքրքիր ճյուղ էր, ոչ մեկ չգիտեր։ Ոչ մեկ չգիտեր, որ դա դառնալու է հիմնական տնտեսության շարժիչ ուժ եւ այլն։ Կարա դառնա, կարա չդառնա։ Դրա համար օրինակ Սինգապուր, Թայվան եւ այլն, միջայլոց էսրա մասին ես խոսել եմ մեր վերջի համաժողովին, լավ ուսումնասիրություն էինք արել ու համայնքին պատմում ենք, թե ինչպես են այն թռիչքային զարգացում ունեցող երկրները իրանց ֆոկուսացումը արել։ Դա բնական պահանջ է, երբ որ երկիրը ունի անսահման ռեսուրսներ, իսկ ոչ մի երկիր չունի անսահման ռեսուրսներ, պետքա ֆոկուսանալ։ Բայց ինչպես ֆոկուս վերցնել, ինչպես նեղացնել, այդտեղ է ոնց որ թաքնված ինչը դևը, հա։ Ուրեմն սատանան։ Ուրեմն եթե դու միայն անում ես այդ աշխատանքը, ինչ որ հիմա բտա ռազմավարությունը գնում է, դու գնահատում ես ինչա հնարավոր եւ ինչը շուկա ունի, դու բաց ես թողում հաջորդ տրենդը ղեկավարելու եւ ալիքը բռնելու հնարավորությունը։ Դու էլի հետևորդ ես լինելու։ Ինչ են արել այդ երկրները, արել են 70-30-10 70%-ը արել են հենց այն, ինչ որ հիմա մենք փորձում ենք անել, ինքի նկատի ունեմ երկրով, հա, բտա ռազմավարությամբ, այսինքն այն ինչ դու ունես, յուրահատկությունները քո էկոսիստեմի եւ ինչը ավելի մեծ պահանջարկ ունի ու պոտենցիալ ունի այդ պահանջարկը մեծանալու, կենտրոնանալ այդտեղ։ 20% գնում ես ավելի ռիսկային բաների մեջ, ստարտափներ, մի քիչ ավելի միգուցե անհավանական բաներ կամ ինչը որ շուկա ունի, բայց դու մեծ պոտենցիալ չես տեսնում երկրում։ Որովհետեւ այդ պոտենցիալը սովորաբար թաքնված է լինում, հա, մանավանդ Հայաստանի պես երկրում մարդիկ կարան օրինակ մեր նախորդ ստարտափում մենք լուրջ գիտահետազոտական բաներ ենք արել, պրոցեսներ ենք արել, նոր սենսորներ ենք, տվիչներ ենք դիզայնարել, ամերիկյան պատենտի ենք դիմել, լուրջ ինովացիա ենք արել, մեր թիմում ունեցել ենք մի հատ մաստերս, մեր CTO-ն, մի հատ էլ PhD, մինչև այդ PhD արած։ Մնացածը բոլորը ովքեր այդ PhD մակարդակի գործ էին անում, իրենք բակալավր ավարտած մարդիկ էին ու ոչ միտեղ չի էլ գրանցվել, որ այս մարդիկ այս մակարդակի, post-doc-ի մակարդակի գործեր են արել։
Հիմա երբ որ դու դաշտը գնահատում ես, դու չես գնում ամեն թիմին հատ ինտերվյու անում, իմանում ինչ են անում կամ կարում գնահատական տաս։ Այդտեղ է ինովացիան պետքա այդ 20%-ը պետքա առանց ֆոկուսի, բանի ֆոկուսի, հա, ինչ որ տնտեսության ճյուղի կամ տեխնոլոգիայի ֆոկուսի ուղղակի բաժանել, գրանտեր բաժանել, տեսնել ինչա դուրս գալիս այդտեղից։ Եվ դրա մյուս 10%-ը արդեն այդ moonshot են ասում, այն ամենաանհավանական բան էր, հա, ասենք քվանտային համակարգիչներ, տիեզերական փող բաժանելու շուրջ մենք շատ ենք վիճելու իրար, որտեղ առիթ ունեցել ենք, վիճել ենք դրա մասին։ Այ փող բաժանելը շատ նման է ցանելու պես։ Չէ, եթե մասնավոր փողը իհարկե բաժանեք մասնավոր, ձեր փողն ում ուզում եք բաժանեք։ Եթե դու որոշել ես էկոհամակարգ զարգացնես, պետական փողով ես անում, թե սեփական փողով ես անում, էական չի։ Թե դու ուզում ես զարգացնես, արտի պես է, դու պետքա լավ ցանես, պարարտ միջավայր սարքես ու որ դուրս գա։ Մենք հիմա ինչ ենք անում։ Շատ ֆոկուսացումը, այդ ոնց որ դու շատ մեծ ֆոկուս դնես սերմերը ընտրելու վրա ու տանես մի հատ մեծ 10000 հեկտար բանի վրա 100 հատ սերմ ցանես։ Չի լինում տենց։ Եվ պետքա քանակ կա, չէ, մինիմում բավարար քանակ կա, չէ, սերմի, որ ինքը դուրս գա, հա։ Ու դու գիտես, որ դրա ինչ որ տոկոսը դուրս չի գալի, ինչ որ տոկոսը դուրս է գալիս, ինչ որ տոկոսը լավ է լինում։ Այն 70%-ում դու պետքա խիստ սելեկտիվ լինես ու լավ ֆոկուս ունենաս։ Իսկ ես 20-ում եւ 10-ում դու չես կարող ուղակի։ Տենց չի աշխատում ինովացիան։ Ինովացիան աշխատում է քանակի հաշվին, երբ որ շատ մարդ փորձում է նույն խնդիրը լուծել, մեկ էլ ու ծնվում է այն unicorn լուծումը, միաեղջյուր լուծումը։ Մենք 25 րոպեն անցել ենք արդեն, մեզ հատկացված եթերաժամանակը ավարտին է մոտենում, ես շատ հույս ունեմ, որ ինչպես որ քո մասնավոր սեկտորում պրակտիկան օգնեց էկոհամակարգերի կառուցելու գործում, այդպես էլ են փորձը, որը դու ձեռք ես բերել էկոհամակարգեր կառուցելուց քեզ կօգնի մասնավոր նախագծում։ Ես կարծում եմ մենք էլի առիթ ունենալու ենք հանդիպելու այս տաղավարում առանց հաշվի առնելու, թե դու ոնց ես որ ինչով ես որոշես զբաղվես։ Հայաստանը, ինչպես դուք գիտեք, սիրելի ռադիոլսողներ, ակտիվ զարգանում է հայ-թեքի ոլորտում եւ մենք առիթ կունենանք էլի հանդիպելու ու քննարկելու կարևոր իրադարձությունները։ Հենց որ որոշեմ հանրային ասել, առաջինը կգամ ձեր տաղավար։ Իսկ երբ որ չորոշես, մենք կփորձենք քեզ համոզել, որ ամեն դեպքում հանրային ասես, Սարգիս Կարապետյանն էր մեր տաղավարում, հաղորդումը Դավիթ Խումարյանը ձեզ համար վարեց, մի փոխեք ռադիոընթունիչի ալիքը, կհանդիպենք։